Այ ժողովուրդ ջան, այս մեր չինովնիկական դասակարգը լրիվ մոլորվել է։ Առաջնային ու երկրորդականը իրարից չի տարբերում։ Ասենք, քաղաքապետարանի չինովնիկները կարող են գլուխ գովալ, թե քանի լեդ են տեղադրել Երևանի առաջնային ու երկրորդական փողոցներում, բայց ընդհանրապես ուշադրություն չդարձնեն էլեկտրական սյուների վրա, որոնցից շատերի տարիքը մի քանի տասնյակի է հասնում, այսինքն խորհրդային միության ծնունդ են։ Մինչդեռ, եթե լեդերը օգուտ են բերում քաղաքապետարանի բյուջեին, դե հասկացանք, հոսանքի համար ավելի քիչ ծախս են անում։ Էլեկտրական սյուների տապալումը կարող է ողբերգության պատճառ դառնալ։ Ահավասիկ Երևանի Սեբաստիա փողոցի 150 հասցեի հարևանությամբ կատարվածը։ Դու ես շատ գիտեմ ինչ էր ժողովուրդ ջան, երկխաղ լույսի աշխատակիցները էդ օրը, ինչպես ասում են, շան տանջան քաշեցին։ Ինչպես տեսնում եք, երկաթե էլեկտրասյունը հիմքից կոտրվել եւ կախվել է, մասամբ հայտնվելով ճանապարհի երթևեկելի գոտում։ Տեսնում եք նաեւ, որ էլեկտրասյունը հրաշքով չի ընկել այդ պահին անցնող թիվ 15 երթուղին սպասարկող տրոլեյբուսի վրա։ Ինչու՞։ Դե որովհետև էլեկտրալարերն էին պահել։ Ինչ հետաքրքիր է, չէ՞։ Նույն քաղաքապետարանի չինովնիկները սաղ օրը ասում են, որ այս լարերից պիտի քաղաքը մաքրեն, բայց փաստորեն հենց դրանք են պահել, որպեսզի սովետի ժամանակվա էլեկտրասյունը չհայտնվի տրոլեյբուսի վրա, որ ասում եմ սրանց մոտ խիարը թարս է բուսնում, նեղանում են, թե բա ասեց։ Լարերն է պահել։ Հա, հիմա այն տրոսով ենք պահում արդեն։ Այսինքն պետք է երթևեկություն դադարեցվի, չէ՞ ժամանակ, հա? Չէ։ Օրա տեն մեզ Մաուգլին է, ուխ։ Լրիվ կասկածյոր էր այս տունը շինված է, վաբշե իրա տարիքի հետ կապ չուներ, իրոք հիացա, մալադեց, լավ, ինչև է, բայց իմացաք է ժողովուրդ ջան, թե ինչի էր այսքան շատ պարեկ հավաքվել, որովհետև նախ ստեղծվել էր արհեստական խցանում, որովհետև մի ուրիշ վթար էլ եղավ, երկու մեքենա իրար էին բախվել, այս խեղճ պարեկներն էլ կարգավորում են երթևեկությունը, մինչև երկխաղ լույսի աշխատողները կատարեին իրենց աշխատանքը, մի խոսքով գժանոց էր, ու եթե ժամանակին այս էլեկտրասյուները մեր փառապանց չինովնիկները փոխել տային, հիմա սենց վիճակ չէր ստեղծվի։ Այս մեր շտաբօգնության ծառայության ավտոպարկը շարունակում է հաջողությամբ դատարկվել։ Այս վերջերս չկա մի թողարկում, որ շտաբօգնության մեքենայի մասնակցությամբ վթարի դեպք չներկայացնենք, կամ հավեսով նավսել են, կամ ինչքան դիլետանտ կա, դրանց են ընդունում գործի, կամ էլ ինչպես նախորդ տեսանյութում ասեցի, շտաբօգնության ղեկավարությունը անտեսում է ֆիզիոլոգիական եւ այլ գործոններ ու վարորդներին վերաբերում է որպես ստրուկների։ Ես բոլոր տարբերակներն էլ կդիտարկեի ու շատ արագ, որովհետև ինչպես արդեն ասացի, սրանց մասնակցության վթարները աճում են երկրաչափական պրոգրեսիայով։ Չնայած հանուն արդարության պիտի ասեմ, որ այս դեպքը փոքր ինչ տարբերվում է մյուսներից։ Մարմնական, հա։ Եվ ուրեմն, երեկոյան ժամը 19:30-ի սահմաններում Կոմիտասի պողոտա Վաղարշյան փողոցի խաչմերուկում, ինչպես տեսնում եք, բախվել են շտաբօգնության Տոյոտան եւ Ֆորդը, կրկնում եմ, խաչմերուկում։ Իսկ մեր հավատարիմ հեռուստադիտողը այսքան տարիների ընթացքում հարյուրավոր վթարներ ա տեսել խաչմերուկներում եւ հարյուրավոր անգամներ լսել ա, թե ինչպես ենք կոչ արել, սպասել, երբ վառի կանաչը նոր շարժվել, կամ եթե տեսնում եք լուսաձայնային ազդանշաններ միացրած օպերատիվ ծառայությունների մեքենա, պարտադիր զիջեք, չեն լսում ու խնդրեմ։ Ֆորդի հետ բախման հետևանքով շտաբօգնության ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել բազալտե եզրաքարին, կոտրել այն, անցել հետիոտնի համար նախատեսված մայթը, ապա կոտրել Երևանի քաղաքապետարանի տեղադրած նստարանն ու հայտնվել կանաչ գազոնում, ծառի մոտ։ Ինչպես նկատեցիք, դեպքի վայր էր հասել շտաբօգնության բժիշկների հերթապահ մեկ այլ խումբ, այսինքն եկել էին դեղ տանողներին օգնություն ցույց տային։
Ասեցին, որ վթարի ենթարկված շտապօգնության ավտոմեքենայի բժշկի վիճակը նորմալ է, ինքն էլ չի ուզում էլ գնա հիվանդանոց, դե իհարկե բժիշկ չան, հասկանում եմ քեզ, պրոստը ինչու ես վթարից ժամեր անց բուժօգնություն ստանալու նպատակով Սյոժը գնացել հիվանդանոց, տնաշեն, մենք ուրիշներին ենք ասում, որ նման դեպքերում անպայման պետք է ականջալուր լինել բժիշկների հորդորներին ու գնալ հիվանդանոց, որովհետև կարող է ներքին պրոցեսներ գնան ու դուք չիմանաք, բայց դու լինելով բժիշկ կրկնում ես նույն սխալը։ Հիմա մի դեպքի մասին, որը այլ կերպ, քան կուրիոզ չես անվանի։ Համենայն դեպս նույնիսկ իրավապանները իրենց պրակտիկայի ընթացքում սենց դեպքերի քիչ են հանդիպում։ Օրը ցերեկով օպերատիվ տեղեկություններ են ստանում, թե Բագրատունյանց 4-րդ նրբանցքի շենքերից մեկի բնակարանի դռան բռնակին կասկածելի լար է միացված։ Ինչքան ուժ ունեն հասնում են նշված հասցե ու պարզում, որ տեղեկությունը հավաստի է։ Ինչպես տեսնում եք, բնակարաններից մեկի դռան դրսի կողմից բռնակից լարով միացված կասկածելի պլաստմասե շիշ կա, որը նման է սարքած պայթուցիկի։ Չէ, ես սափյորների հրամանատարն եմ։ Երևի լավ չի երևում, բայց ասեմ, որ պլաստմասե շշի մեջ բենզին ու մեծ քանակի մեխեր են, առանձին միացված են ցելոֆոնե զանգվածին, որի մեջ արկա է բրոնզանման նյութ, դե արի ու հասկացի, էս ինչ գաղտնիք է։ Ոստիկանները անցան գործի, սահմանազատեցին տարածքը, միջև կհասնեին փրկարար ծառայության սակրավորները։ Պատկերացնում եմ հարևանների վիճակը, երևի մտածել են, հեսա կպայթի, այսքան ռեմոնտները ջուրն ա գնալու։ Շիշի մեջ մեխեր կա, հենա, երևում է։ Նայեք մարդ չկա, վերևներքերից այդքան բան։ Բնակարանը պատկանում է Արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության գաղութներից մեկի աշխատակցին։ Արդեն պարզա, կմտածեք, հաստատ Բերթում մեկին վատություն ա արել, նա էլ փորձել ա վրեժխնդիր լինի, ըստ վարկածներից մեկի տենց էլ կա, բայց մեր տեղեկություններով քննարկվում ա նաև մեկ այլ վարկած, ըստ որի տեղի ունեցածը խիստ անձնական բնույթ ա կրում ու եթերով ասելու չէ։ Նաև նախաքննության շահերից ելնելով շատ բան չենք ասի, միայն ավելացնեմ, որ սակրավորները կարողացան վնասազերծել կասկածելի իրն ու այն տեղափոխել անվտանգ վայր։ Ապուկա, այսի նյութ է, առարկա չի։ Բրոնզա է, Սովորական բրոնզա։ Հələ կպայեք ես պլոստիկա։ Մեջը մեխեր ա լցած։ Բրոնզի փոշյա։ Առանձին որ կար ցելոֆանը, ցելոֆանի մեջ ֆոլգա է, շշի մեջ բենզին է, կատը մեխեր է։ Hani էսի զուտ որ բայթուն առաջացնի, այս բրոնզը պետք է լինի շշի մեջ։ Հիմա երկու վթար, որոնք մեկը մյուսին նման են, թե բովանդակությամբ, թե ձևով։ Սկսենք Արագածոտնի մարզում տեղի ունեցածից։ Այս բեռնատարների մեջ երևի կամազներից հետո մեր ճանապարհներին ավելի շատ են վթարի ենթարկվում շաքման մակնիշի ծանրաքաշները։ Ու դա երևի թե հասկանալի է, որովհետև իրոք շատ ծանր են, ու ամեն մարդ դրանք չպետք է վարի, չպետք է, բայց դե ինչ վիճակ է ուղևորատարների դեպքում նույնն էլ բեռնատարների։ Խնդրեմ, 43-ամյա Գարիկը ոչ տարել ոչ բերել է տորֆով բարձված բեռնատարով հարթավան Եղվարդ ճանապարհին աստվածընկալի ձոր կոչվող հատվածում դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել հողաթմբերին եւ կողաշրջվել։ Բայց էսի ո՞նց է դեզել, պետք է դադարեն։ Եկեղեցին է փրկե քեզ, ոչ թե ճանշինը։ Թե վարորդը, թե հավաքվածները նկարահանումների սկզբից մինչև վերջ հիշատակում էին տեղի ճանշինի հարազատներին, թե բա էլի ալարել են ճանապարհը մաքրել, մերկասառույց է եղել եւ այլն եւ այլն։ Տղերք, իսկ ձեր մեքենայի անիվները նորմալ են, թե մտածում եք, որ գարունը եկել է, տանեմ ռեզիները արագ փոխեմ, դրանք թանկ հաճույք են։ Էսի այնը չպիտի լվա է, պետք է ճանշինը գա։
100% ճանշին, դուք էլ հանկարծ չդուխավորվեք, որ միշտ էլ գլխառատ եք անում կամ փախնում եք ձեր պարտականությունները կատարելուց։ Սաղս էլ գիտենք, նենց որ ինչպես անբան եղել են, նենց էլ կաք։ Այս կատարվածի միակ դրական փաստը այն էր, որ վարորդին ոչինչ էլ չէր պատահել։ Բարեկները նրան ենթարկեցին սթափության փորձաքննության, պարզվեց, որ սթափա։ Դե տենց սթափել գնա ու զակազչիկներիդ բացատրի, թե ինչի իրենց ապրանքը տեղ չհասցրիր, թե ինչի կլխկոնձիդ տվիր, չնայած նրանց այդ պայրը շատ չեն հետաքրքրում, որովհետև նրանց իրենց գումարն է հետաքրքրում։ Ու որպեսի Գարիկ ջան, դու քո նմանները ջարմեն չքաշեք, պիտի ավելի ուշադիր ու զգոն լինեք։ Չի փոքվի, չէ՞ դի որ բարձրացնի։ Դու կարող մարդու բան չի եղել։ Էսա տարավ, արդիբաշի ոսկին տարավ։ Նա չպատրվի, պատրվմա, մի։ Էս էլ դեժավյուն, միայն թե շակմանի տեղը զիլ 130-ա, 43-ամյա Գարիկի տեղն էլ 44-ամյա Ռոմիկն է, հա, մի բան էլ տորֆի տեղն էլ տուֆա, տեսակ ինչ լավ ստացվեց, նույնիսկ հանգերը իրար բռնեցին, վայ դե լավ էլի, մի տարբերություն էլ կար, չնայած նույն Արագածոտնի մարզն էր, բայց այս մի դեպքը տեղի է ունեցել Երևան-Գյումրի ճանապարհի Թալին-Սասնաշեն խաչմերուկում, ու քանի որ նկարանումներից պահին ականատես չկար, կասեմ, որ զիլի կողաշրջման պատճառը դեռևս անհայտ է։ Հենա տեղափոխին Երևան, ասում էին, ասում էին տեղափոխին Երևան։ Զիլ 130-ա, չէ։ Այս խաչմերուկում միշտ դեպքեր ալու։ Հեսա իրա հետքերը։ Իհարկե, ասեցին, որ բեռնատարի կողաշրջման պատճառը անհայտ է, բայց դե չեմ զարմանա, եթե պարզվի, որ կլխկոնձի տալու պատճառը թույլատրելիից ավելի բարձրն է եղել։ Երևույթ, որը ցավոք հաճախ նկատելի է։ Էս էլ ինչ է, մեկ էլ կտեսնես, թե ինչպես են գերծանրաբեռնված բեռնատարները մայրաքաղաքի կենտրոնով առանց համապատասխան ծածկի երթևեկում։ Ժամանակին սենց կարգի երևույթներին շատ խիստ են մոտենում, բայց հիմա էլ չես էլ զարմանում, ով ինչ ուզում անում է, ոնց որ ասում են, ոչ մեկի էշին թոշ ասող չկա։ Մնում է հավելել, որ վթարի հետևանքով վարորդը միջին ծանրության ախտանիշներով տեղափոխվել է Թալին բժշկական կենտրոն։ Հեռախոսը լավ կոտրով է խեղճի։ Սա գործանությունները տեսել են։ Տեսել են գալիս է գցե փախել է։ Չէ վրա կլնեին։ Այս նա քարեր ուր է եկի ասել է։ Եվ վերջում անչափահասի հերթական սպանության մասին։ Այո, հերթական, ժողովուրդ ջան, էս ինչ է կատարվում։ Էս անտեր սոցիալական ցանցերը քանդել ու քանդում են օջախներ, խլում երեխաների կյանքեր։ Հասկանում եմ, որ 21-րդ դարի առանձնահատկություններից է, բայց այդ առանձնահատկության պատճառով կարող է մի ամբողջ ազգ իրար սպանի։ Լավ, ինչևէ, մինչ կանցնեմ տեղի ունեցածի ամենահավանական վարկածներից մեկին, եկեք հասկանանք մի քանի մանրամասներ։ Եվ ուրեմն, ժամը 22:20-ի սահմաններում իրավապահները օպերատիվ տեղեկություններ են ստանում, որ քաղաքացիների կողմից մահացած վիճակում Միքայելյան վիրաբուժության կենտրոն է տեղափոխվել անչափահաս տղա։ Իրավապահները նաև օպերատիվ տեղեկություններ են ստացել, որ մահացածին հիվանդանոց են տեղափոխել սովետական արտադրության 2 մեքենաներով, ովքեր այնուհետև հիվանդանոցի ընդունարանի մոտից հեռացել էին։ Հիմա արդեն այն վայրում ենք, որտեղ տեղի է ունեցել սպանությունը։ Ավելի կոնկրետ, Քանաքեռում հայտնի Խաչատուր Աբովյանի անվան տուն թանգարանի հարևանությամբ ենք, որտեղ իրավապահները հայտնաբերեցին առնանման հետքեր, ու մինչ քրեական ու համայնքային ոստիկաններն ու պարեկները պարզում էին դեպքի հանգամանքները, Ռիգմոր բժշկական կենտրոնից ոստիկանության Քանաքեռ Զեյթունի բաժին ահազանգ է ստացվում, որ վիրավորում ստացած 2 քաղաքացի են իրենց մոտ տեղափոխվել։ Ստացանք նաև տեղեկություն, որ քրեական ոստիկանության գլխավոր վարչության եւ Երևանի քրեական ոստիկանության վարչության ծառայողները շտաբ մեկնել են նշված բժշկական կենտրոն եւ հերթական օպերատիվ տեղեկություններն էին ստացել, որ կասկածյալները հնարավոր է այնտեղ են։ Իջև ներքև իջե նայել ենք, է։ Հենա բացեցի։ Իսի այրան հետքերն, հա։
ու հասնելով դեպքի վայր ականատես եղանք, թե ինչպես են քրեական ոստիկանները երկու քաղաքացու տեղափոխում իրենց ծառայական ավտոմեքենաները, ովքեր կասկածվում են նշված սպանությանը մասնակցելու մեջ։ Հետո արդեն պիտի պարզվեր, որ մահացածը Երևանի բնակիչ 16-ամյա Բենավ Դավթյանն էր, իսկ վիրավորները, ովքեր տեղափոխվել էին Ռիգմոր բժշկական կենտրոն, 16-ամյա Տիգրան Լ-ն եւ 19-ամյա Սողոմոն Լ-ն է, հարազատ եղբայրներ։ Հենց նրանց են կասկածում Բենավի սպանության մեջ։ Սպանվածի ու ենթադրյալ մարդասպանների տները իրարից շուրջ 300 մետր հեռավորության վրա է։ Մեկ փողոց է բաժանում։ Ըստ վարկածներից մեկի համացանցում միմյանց հասցեին վիրավորանքներ են հնչեցրել, հետո հանդիպել են։ Հետևանքների մասին արդեն տեղեկացաք։ Այս վարկածն էլ պիտի ժամանակային քննություն բռնի։ Այդուհանդերձ մի բան ակնհայտ է։ Վիրտուալ աշխարհը պետք է վերահսկել, որ ուզենան, իհարկե ոչ ամբողջությամբ, բայց կվերահսկեն։ Այլ բանը ուզում են, թե ոչ։ Ապա տարբերություն չկա, լավ մեկի դիստրիկտը մեկին էլ է, բայց հենց քիչ դա չկա։ Այստեղ դուել եմ դենս, տրեք։ Հա։ Գագիկ Շամշան, Սուրանկյուն։